Ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ եթե հաղորդումը չհասցնեք լսել ամբողջությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել, սա Կինետիկը հաղորդումն է, իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Nox Home Textile-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Քրիստինա Հովակիմյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դուք ժամանակ գտաք ու այսօր մեր տաղավարում եք։ Երևի սկսենք այնտեղից, թե ինչ մասնագետ եք, հետո հասկանանք ինչպես հասակ բրենդի հիմնադրմանը, խնդրեմ։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, Մոնիկա ջան, շատ ուրախ եմ, որ ընտրեցիք մեր կազմակերպությունը որպես հյուր։ Ասեմ, որ առաջին մասնագիտությամբ ես թարգմանիչ եմ, շատ կարճ եմ աշխատել, մոտ 2 տարի, հետո աշխատել եմ սեփական բիզնես եմ վարել, շատ երկար տարիներ, այնուհետ գովազդային ընկերության կոմերցիոն տնօրեն եմ եղել, ու 9 տարի առաջ շատ պատահական որոշեցի ուսումնասիրել դաշտը տեքստիլ արտադրության, ուղղակի ինձ համար ուզում էի ձեռք բերել անկողնային հավաքածուներ, շուկայում փորձեցի ծանոթանալ ինչ ապրանքներ կան ու հասկացա, որ կան կամ շատ թանկ, որոնք իմ համար անբացատրելի են, իրենց արժեքը եւ որակը, կամ կար շատ անորակ ապրանքներ։ Մտածեցի, որ ոսկե միջին։ Մտածեցի, որ հա, կարելի է ստեղծել ոսկե միջինը։ Չեմ կարող բացատրել որտեղից, ինչի որոշեցի ու սկսեցի ամբողջ շուկան ուսումնասիրել։ Հայաստանում ինչ ապրանքներ կան, ինչ կտորներ կան ու չափսերը, ու ես որ մի կին էի, ով ընդհանրապես սավանը ծրարից չէր տարբերում, սկսեցի այդ ամբողջը ուսումնասիրել չափսերով, ամեն ինչով, որ կարողանամ սկիզբ տամ այդ մտքին։ Դա 9 տարի առաջ էր։ Մոտ 5 տարի վարեցի բիզնես օնլայն հարթակում, Facebook-յան էջերով, վաճառքներ էի կազմակերպում, ինչը շատ ինձ օգնեց ծանոթանալ հաճախորդի հետ, պահանջարկի հետ, ու հետո արդեն ձևավորեցի Nox-ը։ Այ անպայման կհասնենք հաճախորդների պահանջներին, թե ինչ են նախընտրում այսօր եւ ինչ են նախընտրել նախկինում, բայց Nox ինչ է նշանակում է, դա փորձենք հասկանալ, որովհետեւ շատ կարեւոր է բրենդի անունը եւ ասոցացվում է արտադրանքի հետ միշտ, չէ՞։ Ինչպես ընտրեցիք անվանումը։ Դե քանի որ անկողնային հավաքածուներ էինք անում, մի պահ միտքս էր, որ հենց անկողնային լյուքս հավաքածուներ արտադրեմ, շատ որակյալ, բավականին թանկարժեք աշխատանքներ արած իրա վրա։ Դրա համար կապեցի անկողնային հավաքածուներն ու գիշերվա հետ անկողինը ու անվանումը Nox, դա հռոմեական դիցաբանության մեջ գիշերվա աստվածուհինը, այդպես է ստեղծվել անունը։ Իհարկե հետո այնպես ստացվեց, որ ավելի շատ մենք գնացինք դեպի խոհանոցային տեքստիլ ու տան տեքստիլ, բայց անկողի միևնույնն է արտադրում ենք, դա մեր անբաժանելի մասն է արտադրության։ Առաջին արտադրանքը հենց անկողնային պարագա է եղել։ Nox-ով առաջին եղել անկողնային պարագաներ, բայց մեծ պատվեր ստացել ենք խոհանոցային տեքստիլի, քանի որ մի քանի տենց շատ հետաքրքիր պրոդուկտներ ստեղծեցի, ներկայացրեցինք մի քանի խոշոր կազմակերպությունների ու մեկից ստացանք բավականին մեծ պատվեր, ինչը շատ մեծ անակնկալ էր մեր համար։ Ու այդպես սկսվեց մեր։ Սովորաբար երբ բիզնեսը սկսում են եւ որևէ բան են արտադրում, այ առաջինը իրենք են փորձում, արդյոք հարմարավետ է, արդյոք իրենց սրտով է, նոր սկսում են դա վաճառել։ Ձեր դեպքում ո՞նց է եղել, արդյոք դուք այդ փորձարկումները ինքներդ արել եք հարմարավետության իմաստով, գեղեցիկի, էսթետիկի իմաստով, հետո նոր եք սկսել, թե ամեն դեպքում զուգահեռաբար եւ վաճառել եք եւ փորձել եք։ Յուրաքանչյուր ապրանք ստեղծելուց ինքս փորձարկում եմ, որ տեսնեմ իր հարմարավետությունը, տեսնեմ որ մասում է խնդիր առաջացնում ապրանքը, որ բոլոր ամբողջը շտկենք, հետո նոր տանք արտադրության, քանի որ դա սպառողը պիտի գոհ մնա քո ապրանքից։ Դե դիզայնի առումով, հա, էսթետիկայի առումով նույնպես, էլի ես եմ անում բոլոր դիզայնները, ու իմ համար ինքը բավականին էսթետիկ բրենդ է Nox-ը,
Ինչպես ստացվեց, որ դիզայնից սկսած դուք եք որոշում։ Բարդ չի ամեն դեպքում։ Այ մենք եթերից առաջ էլ զրուցում էինք, ես բարձեցի, որ դուք ոչ միայն դիզայնն եք անում, այդ արտադրական process-ներին եք մասնակցում, մինչև վաճառքների իրականացում, այսինքն X-ից մինչև Y այդ կետը բոլոր փուլերում դուք ներգրավվածություն ունեք եւ հաճախ ասում են, որ պետքա կամք ունենալ նաեւ այդ պատվիրակել մյուս գործընկերներին, չէ՞, դուք ոնց եք աշխատում, բարդ չի արդյոք ու ցանկություն շատ բարդ է, բայց նոքսը քանի որ հենց ի սկզբանե ձևավորվել է իմ գլխում, այսպես ասած, ինքը տենց էլ հենց շարունակվում, այսինքն երբ որ ես սկսում եմ ընտրել կտորների գույներն ու նախշերը, այդտեղից արդեն սկսվում է process-ը, ես իրան տեսնում եմ, որ գույներով պիտի համադրեմ, որ ստանամ այդ ապրանքը։ Իհարկե կան մարդիկ, ովքեր կատարում են արդեն իմ բոլոր հանձնարարությունները, բնականաբար կան այդպիսիք, բայց միևնույնն է, շատ ամբողջ արտադրական process-ում իմ ներգրավվածությունը ուղղակի տենց չի լինում, որ ես չլինեմ այդ process-ների մեջ, նույնիսկ թելի գույնը, կարի տեսակը, փաթեթավորումը, դե դիզայները բացառապես ես եմ անում, ես խանութներում նույնիսկ մասնակցում եմ դասավորություններին, որովհետև ինքս պատկերացնում եմ սպառողը ոնց պիտի գնի, հա, որպես գովազդի աշխարհում եք եղել, ինչ-որ չափով այդ մասով էլ։ Այդ մասով էլ, այո, ու որպես սպառող կին ես մտածում եմ, որ ես ինքս այդպես կգնեի այդ ապրանքը, հա, այդ դասավորության դեպքում ես կընտրեի օրինակ այդ սեթը կամ գույների համադրությունը, այդպես տենց է ստացվել, որ ամբողջ process-ներին ես ներգրաված եմ, բայց մենք արդեն ունենք 35 հոգանոց թիմ, բավականին արդեն ինքնուրույն աշխատող, բավականին կայացած կանայք են թիմում։ Այ վերջերս ունեի զրուցակից կրկին այս հաղորդման շրջանակում, ով հագուստների արտադրությամբ էր զբաղվում, կարել, վաճառել ու ասում էր, որ կան կտորի տեսակներ, որոնք շատ բարդ է գտնել Հայաստանում ու կարծես թե դրսում էլ դրանց արտադրությունը արդեն չկա ու արդեն հարցեր են առաջանում, թե ոնց պիտի այդ հարցը լուծել։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք դուք այդ մասով խնդիրներ երբևէ ունեցել եք, թե ամեն դեպքում ինչ որ ներկրվում է, ինչ որ կա այստեղ ամբողջովին բավարարում է ձեր դիզայներական ճաշակ, ցանկությունները, թե ինչ որ պահի ամեն դեպքում խնդիրներ լինում են։ Այս պահին խնդիրներ, մինչև հիմա խնդիրներ չեմ ունեցել, արկա տեսականին շուկայում բավարարում է, եթե որևէ բան ինձ դուր չի գալիս, մենք ներկրում ենք այդ կտորների տեսակները կամ նախշերը կամ որոշ գույներ կան, որ պահանջարկը կա, մենք այդ բոլորը ներկրում ենք, ես շատ հաճախ այցելում եմ օտարերկրներում էքսպոների, եթե որևէ կտոր կա, որ դուր է գալիս ինձ, որ ես գիտեմ դրանից հետաքրքիր ինչ-որ ապրանքներ կստեղծեմ, մենք նույնպես դրանք ներկրում ենք, ունենք հայկական արտադրություն վաֆլե կտորների, սրբիչների, որը նույնպես արտադրում է հենց էլի մեր ուզած գույներով ու մենք էդ էլ ենք տալիս սպառման, ինչը իմ համար շատ կարևոր է, որ հենց հայկական կտորները, որը որ շատ քչերը գիտեն, որ Հայաստանում արտադրվում են վաֆլե, շատ որակյալ կտորներ, ու մենք հենց դա օգտագործում ենք մեր արտադրության մեջ։ Այ ես հենց դա եմ համարում իսկական հայկական արտադրություն իրականում։ Գնային իմաստով տարբերվում է հայկական, ամբողջովին հայկական արտադրանքը։ Շատ քիչ է տարբերվում, բայց նախընտրում ենք աշխատել հայկականի հետ, շատ քիչ։ Իսկ հաճախորդները հիմնականում հենց հայկականն են նախընտրում, ոնց եք դուք տեսնում։ Պատկերացրեք, հա։ Ես ինքս էլ մեկ-մեկ զարմանում եմ, հա, որ խանութներ են գնում, մարդիկ շատ սիրով ընտրում են հայկականը ու շատ հաճախ եմ լսում գովասանքի խոսքեր մարդկանցից, այստեղ էլի էքսպոների ժամանակ ես անդադ սիրում եմ շոշափել հաճախորդին, հա, ինքս անդադ գնում եմ էքսպոներին, վաճառքին եմ մասնակցում, լսում եմ հաճախորդի արձագանքը, դա շատ կարևոր է, էլի, որ դու տեսնես հետադարձ արձագանքը քո ստեղծած ապրանքի մասին ու էլի տեսնում եմ, որ մարդիկ շատ սիրում են, շատ զարմանում են, հիանում են, որ նման հայկական արտադրանք կա։ Այ ես ասացի, որ մենք անպայման հաճախորդի նախընտրությունների, ցանկությունների մասին կխոսենք, երբ 9 տարի առաջ սկսեցիք բրենդը հիմնեցիք, այն ժամանակ ինչպիսին էր
խոհանոցում էսպես եւ ոչ միայն խոհանոցում կնոջ ճաշակը այդ իմաստով տան տեքստիլի իմաստով եւ այսօր ինչ ա փոխվել այ գրեթե 10 տարի է անցել ինչ փոփոխություններ կան ու գիտենք չէ որ այսօր էլ ժամ առ ժամ ամեն բան փոխվում նորությունները անդադար են ոնց է այդ տեմպին էլ դիմանում նայեք սկզբից էլ սկսել ենք գույներ օգտագործել Իմ համար դա շատ կարևոր էր, որտեվ ես ինքս շատ սիրում եմ վառ գույներ ու անկողնային հավաքածուներն էլ սկսեցին գույներով արտադրել, բնականաբար մեր սիրելի շագանակագույնն ու մոխրագույնը չենք մոռանում, որտեվ դա մոտ 80%-ը, 70-80%-ը հայ սպառողը դա է ձեռք բերում, բայց գունավորի հաճախորդն էլ այն ժամանակ էլ կար, հիմա էլ շատ ավելի շատացել են երևի թե նրանից որ մենք սենց առանց դադար տալու անընդհատ այդ գույնը օգտագործում ենք, բարբերաբար եք ամեն դեպքում որ սա լավ ճաշակ է, ոչ միայն ընտանիքներին, նաև ռեստորանները, կաֆեները, սրճարանները, բոլորը ձեռք են բերում այդ գունավորները ու դա արդեն քեզ նոր մոտիվացիա է տալիս, որ նոր գույներ օգտագործես, ավելի հետաքրքիր բաներ ստեղծես այդ վառ գույներով։ Այ հետաքրքիր տեղ եկանք, ասենք, ինչպես հասկացա, հոռեկա ոլորտի հետ էլ եք համագործակցում, ռեստորաններ, հյուրանոցներ, ոնց հաստատվում է համագործակցությունը, արդյոք էլի հայկականին առաջնահերթություն են տալիս ու այդ ոլորտում ինչ հաջողություններ ունեք դուք։ Ես որ շրջում եմ Սարյան փողոցով, Կասկադով շատ հաճախ տեսնում եմ մեր պրոդուկտները ու այդ արդեն խոսում է հենց դրա մասին, որ մեծ հաջողություններ ունի բրենդը մեր, լինում է, որ իրանք խանութներից են ձեռք բերում, ոչ ուղիղ նոքսից, դրա համար շատերին այդպես չենք տեսնում, որպես հաճախորդներ Հոռեկայում շատ այլ նախագծերի ենք մասնակցում, մեզ դիմում են կազմակերպություններ, որ իրենց համար ինչ-որ էլի նոր պրոդուկտներ ստեղծենք, համագործակցություններ, հետաքրքիր ու շատ ուրախ եմ, որ բոլորն էլ շատ գոհ են մնում մեր արտադրանքից։ Այ որ այս բիզնեսի բրենդի հիմքում կին է կանգնած, ավելի մեծ է վստահությունը սպառողի կողմից ոնց եք կարծում։ Նման հատուկ վերաբերմունք հաճախորդներից իրականում չեմ նկատել, բայց կարծում եմ գույները ու այդ վառ տրամադրությունը, որը հաղորդում է բրենդը, ինձ թվում է ենթադրում է, որ կին է կանգնած հետևում այդ ամեն ինչի։ Առհասարակ բիզնեսում միշտ հարցնում եմ ոնց են կանայք ընկալվում մենք միշտ չի որ տեսել ենք կանանց որպես գործարարներ միշտ տղամարդիկ են այդ դերը իրենց վրա վերցրել այ շուկա մտնելիս դուք որևէ խնդիրների երբևէ առնչվել եք այդ իմաստով որ ընկալված չլինեք կամ բարդություններ առաջանան համագործակցությունների մասով թե հակառակը միշտ ավելի պատրաստակամություն է եղել կանանց օգնելու աջակցելու որ նոր են ավելի ոլորտում Չէ, երբևէ չեմ հանդիպել որևէ խոչընդոտի, երևի թե նրանից, որ ինքս էլ եմ եղել շատ երկար բիզնեսում, շատ լավ գործընկերներ եմ ունեցել, ովքեր ինձ շատ աջակցել, օգնել են այդ ամեն ինչում, ու միշտ ունեցել եմ շատ լավ արձագանք բոլորի կողմից, թե որպես կին գործարար, թե որպես արտադրող, բոլոր կազմակերպություններն էլ սիրով ուզեցել են օգտվել ու որևէ կերպ օգտակար լինել հայկական արտադրությանը Շատ լավ, ես ուզում եմ, որ մենք գանք արտադրական պրոցեսներին, շատ ոլորտներ կան, որտեղ օրինակ ասում են մասնագետների խնդիր կա, օրինակ այդ դերձակները քիչ են կամ այդ սերնդափոխությունը լավ չի իրականացվում, այդ մասով դուք ոնց եք տեսնում դաշտում ինչ խնդիրներ կան, եթե կան դրանք, ոնց եք կարողանում լուծել, եթե մեծաքանակ է պատվերը լինում Դե դաշտում լուրջ խնդիր կա դերձակների իրոք այս պահին երևի թե մենք գրեթե 10 աշխատողի կարիք էլի ունենք, բայց ես շատ դժվարությամբ եմ գտնում աշխատակիցներ դե բացը կա իրականում ու ես դա նույնիսկ հաճախում եմ ինքս եմ գնում ուսումնարաններ, որ փորձեմ երիտասարդ սերնդին բերեմ մեզ մոտ, բայց շատ դժվար է առայժմ տրվում դա, երիտասարդ սերունդը պատրաստ չի որպես դերձակ
գալ արտադրությունում աշխատել։ Հիմնական միջին տարիքի կանայք են աշխատում։ Ես կարծում եմ, որ միջին մասնագիտական շատ ցանկալի կլիներ, որ որևէ ուսումնական հաստատություններ լինեին, որ պատրաստեին դերձակներ։ Մենք հիմա չունենք տենց։ Բայց ամեն դեպքում չեք կարծում, որ արհեստը այսօր ավելի թանկ է վարձատրվում, ավելի բարձր է գնահատվում։ Ինչն է խնդիրը, որ այդ ցանկությունը չկա, թրենդային երևալու խնդիր կա, կարծում եք։ Կարծում թրենդային երևալու ու, չգիտեմ, մեր երիտասարդ աղջիկների մեջ ես նկատեցի մի բան, որ ուսումնարանում դեռևս 17-18 տարեկանում իրենք շատ ավելի հակված են որևէ սեփական փոքր ատելյե բացել, քան աշխատել է այսպիսի մի հատ կազմակերպություն, որտեղ իրենք վստահաբար կասեմ շատ ավելի մեծ հաջողության կհասնեն, եթե միանան թիմին, որտեղ այստեղ առաջ գնալու ավելի հեշտ է ճանապարհը, քան որևէ ատելյեի միջոցով, հա, փոքր մի հատ կազմակերպություն բացեն ու այդ դժվար ճանապարհը ինքնուրույն անցնեն 17-18 տարեկանում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք հենց հավաքած թիմ ունեք, ովքեր ձեր հիմնական աշխատակիցներն են, թե պատվերից կախված արդեն փորձում եք նոր մասնագետներ գտնել, ներգրավել։ Չէ, ունենք արդեն մեր թիմը, ովքեր որ 5 տարի աշխատում են մեզ հետ, այսինքն 35 աշխատող են արդեն, ու մեր հենց թիմում աշխատող դերձակներին ես ինքս վերապատրաստել եմ բաժնի ղեկավարներ, ինչ որ բանի պատասխանատուներ, բաժինների պատասխանատուներ, մշտական մեր թիմն է աշխատում, որևէ մեծ պատվերի դեպքում էլ, քանի որ ինքը արտադրություն է, դու պարտավոր ես ճիշտ արտադրական process-ը այնպես կազմակերպել, որ ոչինչ չտուժի, թե հաճախորդ թե ամենամեծ պատվերն էլ դու պիտի կարողանաս այնպես կառավարես, որ ճիշտ ժամկետներում իսկ դա բավականին երկար աշխատանք է, հա, այդ ժամկետները սահմանել այնպես, որ կարողանաս հաճախորդին ժամանակին մատուցել ապրանքը։ Արտադրական ինքը բավականին բարդ process է, գիտեք, խնդիրը նրանում է, որ մենք նախկինում չենք ունեցել որևէ մոդել, արտադրության մոդել, հա, ունեցել ենք ԽՍՀՄ ժամանակներում ու հիմա, երբ որ արդեն փոխվել է ամեն ինչ, մենք չունենք որևէ մոդել։ Ու բացի այդ, մենք երբ որ ստեղծում ենք մեր ապրանքը, դրա համար դու պարտավոր ես արդեն դու ինքդ քո պրոդուկտի համար ստեղծես արտադրական ընդհանուր process-ը։ Մոդելը դա բավականին լուրջ աշխատանք է, դու պարտավոր ես րոպեներ հաշվել աշխատանքի համար, այդ ամեն ինչից էլ ձևավորես, թե երբ հաճախորդին կհասցնես պատվերը մատակարարել։ Այդ ամեն ինչը բավականին լուրջ աշխատանք է պահանջում, համ ռեսուրս, մենք թղթաբանություններով ամեն ինչ ֆիքսում ենք, որ հետոյի համար թեկուզ հաջորդող սերնդի համար մենք կունենանք համել բազա, որով որ կկարողանան առաջնորդվեն ու աշխատեն։ Շատ լավ։ Իսկ ամենամեծ պատվերը երբ է եղել ու ինչ քանակությամբ։ Կհիշեք։ Իմ համար ամենա հետաքրքիր պատվերը եղել է մեր առաջին պատվերը, որ եղել է հենց պատերազմի օրերին, երբ որ շատ կազմակերպություններ հրաժարվեցին թուրքական ապրանքներից, հենց այդ օրերին ենք մենք իրականում շուկա մտել, շատ պատահական այդ ընթացքում ես ներկայացնում էի Nox կազմակերպություններին ու այդպես կազմակերպություններից մեկն էլ հենց որոշեց, որ տեղ տա հայկական արտադրությանը ու այնպիսի պատվեր տվեց, մենք այդ ժամանակ 3 աշխատակից էին մեզ մոտ աշխատում, բայց ես որոշեցի չհրաժարվել պատվերից։ Ինչ պատվեր էր, եթե գաղտնիք չէ։ Տան տեքստիլ, գոգնոցներ, սփռոցներ, սրբիչներ, մեր աթոռի բարձերը, որոնք որ սա քաղաքով պտտվում են, չէ։ Այո։ Գրասենյակներում շատ կան։ Շատ հետաքրքիր է, երբ որ դու դուրս ես գալիս քաղաք ու ասենց ես շատ հեռվից արդեն տեսնում եմ մեր գույները ու այնց մեծ հպարտություն ա, ոնց որ ասենց, չգիտեմ, այդ քո ստեղծած է, երբ որ դու իրան 0-ից ես ստեղծում, այդ մի հատ ուրիշ զգացում է, էլի։ Հետաքրքիր է դրսի շուկայի հետ համեմատականներ անցկացնում եք փոփոխություններ անելու իմաստով, որակի իմաստով, որ ավելի բարձր նշաձողեր սահմանեք, առհասարակ դրսում, որ այդքան թանկ է ամեն բան վաճառում, ասում են, այ օրինակ իտալական է, շատ բարձր որակ ունի, հետևաբար բարձր գին ունի, կարող է հայկականը այդպես մրցապայքարի մեջ մտնել։ Nox-ի համար վստահաբար կարող եմ ասել, որ
կարող է մտնի, որովհետև ոչնչով չի զիջում։ Ես շատ եմ ուսումնասիրում միջազգային շուկան, ապրանքները, որոնք այնտեղ արտադրվում են, որակները ու իրոք նույնիսկ կան շատ հայտնի բրենդեր, որոնց ապրանքները, երբ որ ես ձեռքս վերցնում եմ ու ստուգում եմ որակները, կարերը, ձեզ վստահ կասեմ, որ ոչնչով չի զիջում, մի քանի քայլ էլ ավել է որակի առումով, քան այն ինչ որ ունեն Եվրոպայում։ Այդ իմաստով փորձել եք դրսում վաճառքներ իրականացնել։ Դեռ չէ, որովհետև դեռ մեր թիմը բավականին փոքր է դրա համար, մենք դեռևս հայկական շուկան ենք փակում։ Երևի թե 1 տարի հետո ես նոր պատրաստ կլինենք մտնել միջազգային շուկա կամ դրսի ռուսական շուկա։ Դրա համար բավականին մեծ թիմ է հարկավոր։ Ամեն դեպքում ուսումնասիրություն իրականացրել եք, որտեղ պահանջարկը ավելի շատ լինի, որտեղ ավելի ընդունված կլինեք, որպեսզի հենց թիրախավորումը լինի ու ձեզ համար էլ հայկականի համար շահավետ լինի։ Դե արդեն պատկերացնում եմ, շատ փոքր քանակներ Եվրոպայից ունեցել ենք ձեռքբերումներ, բայց դեռևս տենց փոքր ու պատկերացրեք, որ եվրոպական երկրներից Հայաստանում ձեռք բերեն նոքսը, այդ էլ է արդեն մեր համար ձեռքբերում, իմ համար դա մեծ ձեռքբերում է։ Իհարկե, հա, գիտեմ մոտավորապես որտեղ պիտի վաճառք անենք, բայց ժամանակի հարց է։ Այ եթերից առաջ մենք նաև զրուցում էինք այն մասին, որ on-line հարթակներում այսօր աշխատելը շատ կարևոր է եւ բոլոր հայ արտադրողները կարծում եմ դա գիտակցում են ու ամեն բան անում են, որպեսզի այդ արկա հարթակներում ներգրավվածություն ունենան։ Դուք կարծես թե եւս այդ ճանապարհով գնում եք։ Մեզ մի քիչ կպատմեք այդ փորձի մասին, ոնց է այդ դաշտում աշխատելը ստացվում, այդ մեծ բրենդների հետ, ավելի փոքր բրենդների հետ, ոնց եք կարողանում ճիշտ դիրքավորվել։ Սկսել ենք on-line հարթակում Wildberries-ում վաճառքներ, դեռևս 2-3 ապրանքատեսականի ենք ներկայացրել, ինքներս ենք ուսումնասիրում Wildberries-ը, դրա համար դեռևս չունենք մեծ վաճառքներ, այսպես փորձում ենք ինքնուրույն փոքր քայլերով առաջ գնալ, շուտով նոր եւս մի քանի ապրանք կընդգրկենք, հա, այդ դաշտում։ Ինչ առավելություններ կան այդ հարթակում աշխատելու համար։ Ավելի տեսանելի լինելու իմաստով է, թե գնային տարբերություններ էլ կարծես թե կան, չէ՞, եթե հայկական կարող ենք օրինակ Հայաստանում որևէ X գնով ձեռք բերել, կարծես թե Wildberries-ում դրանք համեմատ ավելի էժան են, ես ճիշտ եմ նկատել։ Գները նույնն ենք դնում, հաստատ ավելի մատչելի չի։ Ես շատ հետաքրքիր ստանում եմ արձագանքներ, ինձ շատ հետաքրքիր է դրսի սպառողի կարծիքը, այսինքն այդտեղ կարծիքները, որ թողնում են, էլի ես տեսնում եմ, որ բավականին դրական է արձագանքը, դա ինձ շատ հետաքրքիր, ու քանի որ դեռևս վաճառքները մեծ, չեմ կարող ասել, որ հետաքրքրված եմ վաճառքով։ Իհարկե շատ կարևոր է, որ այնտեղ էլ մեծանա վաճառքը, որովհետև on-line հարթակը ամեն դեպքում ինքը համ շատ լավ գովազդ է, համ շատ լավ վաճառքի հնարավորություն։ Այո, ներկայանալու լավ տարբերակ նաև։ Իհարկե։ Վերջում հավելելու որևէ բան ունեք, ամփոփելով զրույցը, ինչ կուզեք, որ հատկապես ընդգծեք, առանձնացնեք։ Շատ կուզենամ, որ հայկական արտադրությունները շատանան, դա շատ կարևոր է տնտեսության համար ու ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տեքստիլը նույնպես ավելի զարգանա։ Շատ ուզում եմ, որ կտորի արտադրությունը նույնպես Հայաստանում ավելի զարգանա, այսինքն ավելի շատ տեսակներ արտադրենք, որովհետև իմ համար տեքստիլ արտադրությունը դա շատ կարևոր դաշտ է յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման համար ու կարծում եմ, որ ես ինքս մեծ
Ավանդ ունեք այդ գործում։ Ավանդ ունեմ ու կանեմ ամեն ինչ, որպեսզի նպաստեմ այդ զարգացմանը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Կինետիկա հաղորդման իմ զրուցակիցը Քրիստինա Հովակիմյանն էր, Nox Home Textile-ի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, իսկ ձեզ համար տաղավարում աշխատեց Մոնիկա Մամյանը։ Մենք հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։